133 պետություններից Հայաստանն իր սոցիալական առաջընթացով մեջտեղներում է 61-րդ հորիզոնականում։ Նախկին խորհրդային հանրապետությունները մեղմ ասած չեն փայլում իրենց սոցիալական առաջընթացով։ Օրինակ Բելարուսը 66-րդն է, Ռուսաստանը 71-րդը, Ղազախստանը 83-րդը։ Օրինաչափությունը չի գործում միայն մերձբալթյան 3 պետությունների համար, օրինակ Լատվիան 33-րդն է, Էստոնիան 23-րդը։ Իսկ հարևաններից Վրաստանը 60-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը 76-րդում, Թուրքիան 58-րդում։ Միայն համախառն ներքին արդյունքի ցուցանիշը բավարար չէ ցույց տալու տվյալ երկրում մարդկանց բարեկեցությունն ու սոցիալական առաջընթացը։ Այս համաթիվն առաջինն է, որ չափում է երկրի սոցիալական առաջընթացը հաշվի առնելով հիմնական կարիքների բավարարումը, բարեկեցությունը, մարդուն տրվող հնարավորությունը։ Հայաստանի սոցիալական առաջընթացին ըստ զեկույցի ամենից շատ խանգարում է անհատին տրվող հնարավորությունների բացակայությունը։ 12 ցուցանիշից Հայաստանում ամենացածր գնահատվել է անհատական իրավունքների պահպանումը 100-ից 40 միավոր։ Ցածր են գնահատվել նաև Հայաստանում անհատի ազատությունն ու ընտրության հնարավորությունը 47 միավոր, մարդկանց հանդուրժողականությունն ու ներգրավվածությունը 42, բարձրագույն կրթության հասանելիությունը 53։ Այս ցուցանիշների բարելավումը երկրի հարստության հետ թերևս կապ չունի։ Այո, փողն այստեղ է դրական, բայց ոչ ուղղակի կապ ունի։ Մեծ համախառն ներքին արդյունք ունեցող պետությունները որպես կանոն ունեն բարձր սոցիալական առաջընթաց։ Նորվեգիան մեկ մարդու հաշվով $62,000 համախառն ներքին արդյունք, աշխարհում ամենաբարձր սոցիալական առաջընթացն ունի։ Մինչդեռ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը մեկ մարդու հաշվով $580 ՀՆԱ, ամենացածրը։ Սակայն օրինակ Կոստա Ռիկան, որ մեկ մարդու հաշվով 2 անգամ ավելի ցածր համախառն ներքին արդյունք ունի, քան Ռուսաստանը, սոցիալական առաջընթացով 28-րդ հորիզոնականում է, մինչդեռ Ռուսաստանը 71-րդում։